Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի իշխանությունը հայեցակարգ չունի։ Սուրեն Սուրենյանցի խոսքով 2022-ից Փաշինյանը որդեգրել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականությունը։ Դա ըստ քաղաքագետի արտահայտվում էր նոյեմբերի 9-ի համատեքստից դուրս գալու եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը եվրոպական հարթակներում շարունակելու մեծ ցանկությամբ։ Հետևանքը ինչ ա եղել, բոլորս գիտենք։ Ալիևը Նիկոլ Փաշինյանին արածացրեց Բրյուսելի եւ Պրագայի արոտավայրերում, կլանեց Ղարաբաղը, որից հետո շանտաժի եւ հարկադրանքի միջոցով մերժեց նաեւ արևմտյան հարթակները։ Եվ մենք մնացինք ըստ էության թուրք-ադրբեջանական ակցիոնի մեջ։ Քաղաքագետի գնահատմամբ Լավրովի այցը Հայաստան շրջադարձային չէր ու չվերացրեց հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։ Հնարավոր է պայմանավորվածություն է ձեռք բերվել կառավարել ճգնաժամն ու մեղմել հռետորաբանությունը։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի այցը շրջադարձային կարող էր լինել, եթե Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու պայմանավորվածություն ձեռք բերվեր կամ Հայաստանի իշխանությունը հայտարարեր, որ վերադառնում է նոյեմբերի 9-ի համատեքստ։ Երբ որ ռուսների հետ հանդիպելուց հնչեցնում ես նախադասություններ, որ հաճելի են ռուսներին, արևմտյան կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպելուց հնչեցնում ես հայտարարություններ, որ նրանց է հարազատ, նշանակում է դու այնքան պրիմիտիվ ես, որ Պուտինին, Մակրոնին, Թրամփին եւ մյուսներին չափում ես կամ նրանց հետ վերաբերվում ես ճիշտ այնպես, ինչպես վերաբերվում ես Ախուրյանցի Անոյի հետ։ ԿՊԱ-ական նախկին падգամավոր Հովիկ Աղազարյանը կուսակցական փակ հանդիպումներից Եվրամիությանն անդամակցելու քննարկման վերաբերյալ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի հերթական արտահոսքն է անում։ Երբ որ նիստը ավարտվեց, SMS ստացանք, որ հաջորդ շաբաթ նորից քննարկում է լինելու։ Այս քննարկման ժամանակ բոլորը դեմ խոսացին այդ առաջարկությանը։ Իշխանության ներքին եւ արտաքին ապաշնոր քաղաքականության շնորհիվ Հայաստանը հայտնվել է վտանգավոր գործընթացների փուլում, ասում է Սուրենյանցը։ Դրանցից մեկը հայ առաքելական եկեղեցու վրա իշխանության հարձակումն է։ Մոտիվները Նիկոլ Փաշինյանի նախ շատ հասկանալի է։ Մի կողմից մենք տեսնում ենք Ալիևի դենացիֆիկացիայի պահանջ, եկեղեցու դեմ ինչ-որ կատարվում է դրա շրջանակներում։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի կոնցեպտը, այդ կերս կոնցեպտը, տեղ չի թողում ազգային կառույցների, այդ թվում եկեղեցու համար իրանց այսօրվա կարգավիճակով։ Սա երկու։ Երրորդը Նիկոլ Փաշինյանը լուծում է էլեկտորալ խնդիր։ Այսինքն, այն բառամթերքը, որ ինքը օգտագործում է իր էլեկտորատին, այդ օխլոսին, շատ հոգեհարազատ է։ Հակաեկեղեցական այս արշավով Փաշինյանը 2026-ի ընտրությունից առաջ ցույց է տալիս, որ ուժային լծակներն օգտագործելով քաղաքական դաշտում էլ կարող է տրորել ցանկացածին կոմպրոմատով ու շանտաժով։ Քաղաքագետի գնահատմամբ սա վտանգավոր խաղ է, որը լավ ավարտ չի կարող ունենալ։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։